Հարգելի հայրենակիցներ, բարի երեկո ձեզ, այս ուժամին ձեզ անհանգստացնում եմ հետևյալ նյութով, կարծում եմ կարևոր։ Այսօր բոլորս ականատես եղանք, թե ինչպես հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը ծամածրվում էր, խամաճիկանում էր, ջրիկանում էր, լկտիանում էր ու անհամանում էր ազգային ժողովի դալիճում, որտեղ որ քննարկվում էր շատ կարևոր փաստաթուղթ։ Կառավարության գործունեության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Այդ զեկույցը օրենսդրական պահանջ է, որը բխում է կառավարությունների գործունեության ծրագրից, այս դեպքում 21-26 թվականների գործունեության ծրագրից։ Եվ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում այդ քննարկումը փորձեց վերածել հերթական անգամ բալագանի, դիշովի շոուի, իր հիմար ռիլսերով, ապուշ հորթուբորթերով, ջրիկանալով, անդիմության վրա իբր թե իր ռաբիզ բիսեդկի մակարդակի կայֆավարտ լինելով եւ այլն եւ այլն։ Իրականում ինչու էր նա իրան այդպես պահում, շատ պարզ, որովհետեւ կառավարության գործունեության ծրագրի հաշվետվությունը տարեկան ենթադրում է զեկույց այն մասին, թե ինչ է արել կառավարությունը ի համեմատ իր խոստումների, որոնք հաստատվել են ազգային ժողովում որպես հնգամյա գործունեության ծրագիր։ Իսկ Նիկոլ Փաշինյանի գործունեության խայտառակ պատկերը տեսանելի է ոչ միայն արտաքին, անվտանգային, ազգային հարցերում, այլ նաև սոցիալ-տնտեսական ոլորտում։ Եվ թեպետ առաջին հայացքից կառավարության գործունեության ծրագրի հաշվետվությունը զուտ տնտեսական փաստաթուղթ է, իրականում այն ամբողջությամբ քաղաքական է, որովհետև կառավարությունները ձևավորվում են քաղաքական ակտի ընտրությունների արդյունքում, նրանց ներկայացրած ծրագրերը քաղաքական բովանդակությամբ տնտեսական փաթեթավորման փաստաթղթեր են եւ այդ զեկույցը ինքնին քաղաքական փաստաթուղթ է։ Եվ սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ջրիկացնել, խուրդել, կներեք բառիս համար այսօրվա քննարկումը, որն իրականում, եթե ընթանար բովանդակային կերպով, ապա կմերկացներ Նիկոլ Փաշինյանի դատարկ խոստումները, ստերը, մանիպուլյացիաները, իր նախնական տված խոստումների չկատարումը նաև սոցիալ-տնտեսական բլոկում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ՉՊ է ինքնին եւ արհավիրք ոչ միայն արտաքին, անվտանգային, ազգային հարցերում, այլ նաև սոցիալ-տնտեսական հարցերում, որոնց փաթեթավորումը ծրագրի հաշվետվության գործունեության զեկույցի տեսքով նույնպես քաղաքական փաստաթուղթ է։ Եվ Նիկոլ Փաշինյանը ձախողել է իր կառավարությամբ, նաև 2025 թվականին իր իսկ տված կառավարության կողմից ներկայացված ազգային ժողովի կողմից հաստատված սոցիալ-տնտեսական գործունեության բազմաթիվ ցուցանիշներ, որոնք նա փորձել է այսօր իր ջրիկություններով, անհամություններով, ռաբիզություններով եւ եղկելի կեցվածքով սվաղել, սղացնել նաև ազգային ժողովում։ Իրեն պետք չէր բովանդակային քննարկում, ինքը ամեն ինչ արեց, որպեսզի այդ քննարկումը վերածվի, կներեք բառիս համար, էժանագին դիշովի հերթական շոուի։ Սակայն իրականությունը շատ ավելի պարզ է։ Իրականությունը այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված ցուցանիշները, կառավարության ծրագրում ամրագրված խոստումները չեն կատարվել, իսկ ներկայացված հաշվետվությունը ստերի եւ մանիպուլյացիաների կծիկ է հիմնական բազմաթիվ ցուցանիշների մասով։ Սկսած հնայի միջին տարեկան աճի հետ կապված խոստումներից, որոնք այսօրվա եւ վերջին տարիների արտաքին քաղաքական տնտեսական կոնյունկտուրայում պետք է որ շատ ավելի բարձր լինեին արտաքին բարենպաստ միջավայրի պարագայում, քան ազդարարված է, վերջացած աղքատության, գործազրկության, ծայրահեղ աղքատության, արդյունաբերության, գյուղատնտեսության եւ բազմաթիվ այլ առաջին հայացքից տնտեսական, իսկ իրականում խիստ կարևոր քաղաքական ցուցանիշների պարագայում։ Եվ նա փորձել է գեղեցիկ փաթեթավորմամբ, այսպես ասած, ճակերտավոր գեղեցիկ փաթեթավորման թուղթ ներկայացնել ազգային ժողով, այն հույսով, որ այդ թուղթը չեն կարդալու, սակայն քանզի ձեզ ասացի, որ այդ թուղթը քաղաքական փաստաթուղթ է, հետեւաբար քաղաքական գործիչները, այդ թվում ես պարտավոր ենք այդ փաստաթղթով զբաղվել եւ ուսումնասիրությունները նաեւ մասնագիտական աջակցության շնորհիվ ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված ցուցանիշները բացարձակապես իրականության հետ կապ չունեն ինչպես խոստումների, այնպես էլ
իրականացումների մակարդակում։ Այսինքն այդ ամբողջ հաշվետվությունը չկատարած խոստումների հավաքածու է, որոնք փորձել են Նիկոլեն փաթեթավորել համապատասխան ձևակերպումներով, որոնք որ չեն արտացոլում ոչ իր խոստումները, ոչ իրավիճակը։ Այդպիսի ցուցանիշներին ծանոթանալու համար ես ձեզ մանրամասն վերլուծություններ կառաջարկեմ անմիջապես այս տեսանյութի տակ, որ դուք կարող եք ծանոթանալ եւ ընդհանուր բնութագրիչներին այդ ձախողումների եւ ոլորտային բնութագրիչներին, ինչպես արդեն ասացի, որոնք վերաբերում են աղքատությանը, գործազրկությանը, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը։ Ես ձեզ հավաստիացնում եմ, մենք նոր նաեւ նյութեր կբացահայտենք այն մասին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձախողել 2025 թվականը։ Նորից եմ կրկնում իմ երկու կարևոր թեզերը։ Նիկոլ Փաշինյանը ձախողվել է ոչ միայն անվտանգային, ազգային եւ արտաքին քաղաքական հարցերում, նա ձախողել է նաեւ սոցիալ-տնտեսական հարցերում, սա մեկ։ Երկրորդ, այդ ձախողումները փորձել է քողարկել ռուսերեն լավ բառ կա կոչվում է ռուկաբլուդիա, ձեռնաշարժական, այսպես ասած, սլավաբլուդիա, խոսքաշարժական այս բaragայում փաստաթղթի մեջ ձևակերպումների ներքո եւ երրորդ բոնուսային բացահայտումը ձեզ այսօր նա ազգային ժողովում ջրիկացել էր անհամացել եւ ընկել մեյդան իր ռաբիզ կներեք բառիս համար անմակարդակ կայֆերով եւ ելույթներով եւ վիդեոներով, որպեսզի շեղի անդիմության ուշադրությունը դալիճում եւ մեր ընդհանուր ուշադրությունը հենց այս հանգամանքից։ Նիկոլ Փաշինյանը ձախողել է ամեն ինչ։ Դրա մասին է 25 թվականի կառավարության գործունեության ծրագրային հաշվետվությունը եւ դա քողարկելու համար է Նիկոլը հերթական անգամ ջրիկանում։ Հուսով եմ ընդդիմությունը հավաքական, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընտրություններին մասնակցող եւ չմասնակցող կդադարեն ուտել, կդադարի ընդդիմությունը ուտել նիկոլական այս կտերը, քաղաքական օրակարգը պլինտուսի մակարդակից եւ նույնիսկ ավելի ցածր իջեցնելու ջանքերին տուրք չի տա, չի մտնի, ես հասկանում եմ այդ ֆլեշմոբերը, չելենջները եւ այլն, այդ ամեն ինչը մենք անցել ենք 10, 12, 15 տարի առաջ, ես այդ ամեն ինչի կներեք բառիս համար քաղաքական իմաստով նաեւ առաջամարտիկներից էի Facebook-ում, բայց այսօր իրավիճակը հեչ կայֆավատի իրավիճակ չէ, այդ թվում սոցիալ-տնտեսական առումով։ Նիկոլը ձախողել է ամեն ինչ, դրա մասին է իր հաշվետվությունը ազգային ժողովում եւ դա կոչկելու մասին է իր այս ռաբիզան մակարդակ պահվածքը։ Խնդրում եմ ուշադիր եղեք, չմոռանաք բովանդակության մասին, չմոռանաք իրական օրակարգերի մասին, թույլ մի տվեք Նիկոլին դարձնել քաղաքականություն էժանագին շոու, որովհետեւ այդ ոլորտում նա չգերազանցված վարպետ է եւ շոումենության եւ հատկապես էժանագնության մեջ։ Դա մնացեք։